Ինձ որ դատի են տալիս իմ հրապարակային խոսքի համար, ես երբեմն այդ արտահայտությունն օգտագործում եմ եւ ասում եմ, երբեմն պետքա շանտեղ ուղակի չդնել, դատի են տալիս, ջահանդամը տան, բայց այս դեպքում, երբ որ մարդը հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական նորմերը խախտելով կամ վերաձևելով իր համար Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն իշխանության կրող լինել, մասնավորապես վարչապետի պաշտոնին է ուզում գալ, պետքա բացատրություն տա։ Պարոն Կարապետյան, այդ փաստաբանական թիմ ուր եք։ Երկու բար դուրս է գալիս մեր բերանից, անընդհատ դատի են տալիս։ Բայց ինչի դատի չեք տալիս այդ միջազգային կազմակերպությանը։ Գիտեք ինչի չեն տալիս։ Որովհետև իրենք էլ են վստահ, որ հայտնի ասացվածքը, որ Ռոսիա своих не бросает, այլևս չի գործում։ Ռուսաստանը բոլոր իր գործակալներին վառելու է եւ վառելու է։ Եվ վերջին տարիների փորձը նաեւ ցույց է տալիս, որ Պուտինյան վարչակազմի տակ գործող այդ գործակալական ցանցը երբեմն կավության նոխաս է դառնում։ Եվ վարչապետի այն կանխատեսումը, որ Սամվել Կարապետյանը բոմժ դառնալու ճանապարհին է, շատ հավանական է եւ ամենայն հավանականությամբ սա նաեւ Կրեմլի լուր համաձայնությանն է արժանացել։ Բայց նախընտրական շրջանում ինչու Կրեմլը նման քայլի կարող էր գնալ։ Կրեմլը չէր կարող գնալ, բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ այն աղբյուրը, որ պնդել է, այդ 3 առաջի օրը հիմնադրված ինչ-որ ակումբ չի, ինչպես իրենք են իրենց այդ ֆեյքերի բուծարանով բուծում, չգիտեմ, լրատվականներ բացում, դա փորձ ունեցող ռուսական հատուկ ծառայություններում լրջագույն կապեր ունեցող պարբերական է եւ նրա աշխատակիցները հետաքննություն են իրականացնել ու առաջին դեպքը չի, երբ որ այսպիսի տեղեկատվական արտահոսք են իրենք տալիս